Բարի երեկո բոլորին, եթերում է Մարիշի հետ հաղորդումը Մարիա Հակոբյանին հետ միասին եւ այսօրվա մեր հյուրն է Ինեսա Վիրաբյանը։ Բարև ջան։ Բարև Մարիշ ջան, շատ ուրախ եմ այսօրվա համար հանդիպելու։ Շնորհակալություն հրավիրքի համար, ես լրիվ համով բաների համար։ Սկսենք ամենասկզբից։ Ով է Ինեսան, երբ է ծնվել, որտեղ է ծնվել։ Այո, ես ծնվել եմ 1970 թվականին, հունիսի 28-ին, ծնվել եմ Թիֆլիսում, այո, որովհետև տենց է ստացվել, որ մամայիս բարեկամները բոլորը Թիֆլիսում են ապրել, ուղղակի մամաս, որպեսզի սովորի համալսարան Երևանում, եկել է Երևան, տենց այդտեղ հանդիպել է պապային։ Պապաս էլ վաղ սովորում էր բժշկական ինստիտուտում։ Այդտենց իրանք հանդիպել են, բայց ծնվել եմ Թիֆլիսում, համ ես, համ եղբայրս։ Ես իմ մամայի մաման էր Թիֆլիսից, իրանք Իվալչիչի վրա են ապրել, մոստի կողքը։ Եվ մամաս Լեհուի է։ Լեհուի։ Պապիկս որտև Լեհ է։ Այ, ինչ հետաքրքիր է։ Խոսում ես լեհերեն։ Չէ, չեմ խոսում։ Հա, չես խոսում։ Չէ։ Փոքր ժամանակ ինչ ես սիրել։ Փոքր ժամանակ շատ սիրել եմ ջութակի վրա եմ սիրահարվել, որի պատմությունը շատ հետաքրքիր է։ Ջութակի պատմությունը սկսվեց, որ մի փոքր ծանոթացնեմ, շատ չեմ երկարացնի, մորքուրս ունեցա անպետք է ամուսնանար եւ իր նշանդրեքին պապաս հրավիրեց իր ընկերոջը, որը նվագում էր ջութակ։ Դե այնպես չկար, որ հայտնիներին հրավիրեն, ուղղակի ընկերոջը հրավիրեց, որ ջութակ նվագի։ Եվ սաղ իմ աղբեր, քույրիկ խաղում էին, ես այդ վաղ 5-6 տարեկան էի։ Ես տենց նստած ուղղակի նայում էի ջութակին։ Ուղղակի սիրահարված հայացքով նայում էի ջութակին։ Ու դրանից հետո երբ որ եկավ ժամանակը, որ պիտի մաման ինձ տաներ մուզիկայինի դպրոց, Սայաթնովա դպրոցը, նենց ստացվեց, որ ես այդ առաջի տարին պետքա դաշնամուրի բաժին ընդունվեի։ Առաջի տարի չընդունվեցի, բալերից չէի կես դաշնամուր։ Ու ես մամային ասեցի, մամա, я хочу скрипку։ Լավ է։ Ու իմ ցանկությամբ ես հենց այդ նույն տարին չկորցնելով ես ընդունվեցի ջութակի բաժին եւ իմ սոլֆեջիոյի դասատուն հայտնի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կինն էր, Նոնա Մուշեղովնան։ Հիանալի կին ազնվորություն, ես ուղղակի վայելում էի այդ իմ դասերը ամեն անգամ, ուղղակի այնվաղ փոքր այդքան չի գիտակցում։ Շատ լավ, նվագել եմ օրկեստրում Երևանում։ Պասի, թռանք։ Վերադարձանք մանկություն։ Ինչ չէիր սիրում։ Ինչ չէի սիրում։ Չէի սիրում, որ գնում էի դպրոց, Չեխի դպրոցն եմ սովորել, ախերս միշտ հետևիցս գալիս էր, ասում էր Ինա, հələ դու առաջ ընկի, ես քո հետևից պետքա գամ, որ տեսնեմ քեզով ա գալու։ Ու մենք միշտ իրար հետ այտենց վիճում էինք։ Այդ չէի սիրում, բայց այտենց բան չի եղել, որ ես ինչ-որ մի բան անեմ չսիրելով, չէ։ Բանը դպրոցից կա ինչ-որ մի հատ հետաքրքիր պատմություն, որ ասենք հիշես, մեզ պատմես քո դպրոցական տարիներից։ Անպայման Մարիշ ջան, այդ կպատմեմ, ուրեմն ես շատ ավազակ եմ եղել, փոքր ժամանակ։ Ռազբոյնիկ։ Ուլիկը ռազբոյնիկը լավ։ Այո, մեր բակում մամայից տունը տղաների հետ եմ խաղացել կրիշների վրա, ցոգոր գողանալուց, 7 քար խաղում, որ մանկության նկարը ցույց տամ, մի հատ կգտնեմ, զգզված կարճ կտրած միշտ մազերը, իսկ դպրոցում ուրեմն մի օր ես մաթեմատիկա вообще չեմ սիրել, գեոմետրիա, ալգեբրա вообще չեմ սիրել, ուրեմն մի օր վերցրեցի ուրեմն պինալը ու սկսեցի խփել այդ տղու գլխին, Արտաշես Ալեքսանյան, բարձրացել եմ պարտայի վրա ու սենց իրեն խփում եմ, ինքն էլ ախր չի պաշտպանում, սենց ձեռները դրել է, ես խփում եմ։ Մեկ էլ դասղեկը մտավ Նինա Գրիգորիևնան, ասեցի, Նեսա, что ты делаешь? Ասեցի, а потому что у нее не списывается։ Չի թողում ես արտագրեմ, ես իրան ծեծում եմ։ Դրանից հետո թողում էր։ Այո, դրանից հետո ինքը կողքս էր նստում։ Բայց պարզել ես, բանը ոչ մի հետևանք չի եղել խփելուց հետո։ Առողջական խնդիրներ չունեցավ, ամեն ինչ նորմալ էր։ Փակաստու։ Արդեն վախում էր ու կծեծեմ։
Պապաս ինձ միշտ երեսա տվել, ես պապաս ինձ ասում էր ուլիկս։ Ուլիկ։ Հա։ Ինչի բայց ուլիկ։ Չգիտեմ, տենց Սիրուն ուլիկ, սիրուն բալիկ։ Սիրուն ուլիկ, հա, իմ ուլիկս է, ուլո, տենց էր ինձ միշտ ասում փոքր ժամանակ։ Հետաքրքիր է, թե։ Ին դպրոցը Չեխով ավարտում ես, որտեղ ես, ինչ ես ուզում անել, Չեխով ավարտում եմ ու գնում եմ ջութակս շարունակելու, ընդունվում եմ Ռոմանոս Մելիքյանի անվան մուզիկальное училище։ Աստորեն սերը շատ ուժեր։ Հա։ Շարունակում եմ Ռոմանոս Մելիքյանը եւ այնտեղ արդեն չեմ հասցնում գնամ կոնսերվատորիա, որովհետեւ 19 տարեկանում ամուսնանում եմ։ Բայ։ Այո։ Ամուսնանում եմ, բայց շնորհակալ եմ Աստծուն, 20 տարեկանում արդեն ունենում եմ բալիկ, տղաս է ծնվում։ Տենց դրանից հետո մենք մեկնում ենք, ապրում ենք Հայաստանում, հիանալի, հետո արդեն տենց շարունակվում ամուսնական կյանքը ու արդեն դադարում եմ սովորելը, նվիրվում եմ ընտանիքին, բալիկներին։ Բայց նվագում ես դեռ։ Չէ։ Իմ հա իդեպ ասեմ, որ իմ ջութակը շատ լավ ջութակ էր, հայտնի ջութակար, որը հայ Ժանտեր Մերկերյանի ջութակն էր։ Ինքը Ֆրանսիայում հայ ջութակահար է։ Ու տենց ես իմ ջութակը չբերեցի իմ հետ, որտեվ ինձ սաղ ասեցին, որ օй, տենց շատ ջութակա հանկարծակի քո ձեռից տեղ կվերցնեն տամոժնիայում, չբերեցի ջութակս։ Հիմա չես բերել։ Չէ։ Ափսոս ինքն դեռ մենակ մնացել։ Չէ, մենակ չի, ինքը ունի երներ։ Այո։ Ջութակիկներ կողքը։ Պարզա, իսկ որ թվին որոշեցիք գաք Բելգիա։ Ես չեմ որոշել, որ ճիշտն ասեմ, ես լացելով եմ եկել 2008 թվին հուլիսի 28-ին։ Այսինքն իմ մոտ այդ վախն էր, որ այսինքն 0-ից սենց պրոստը գնում ես։ Ու քեզ ոչ մի բան չգիտես ինչ է սպասվում։ Ոչ բալիկները կային, երկու բալիկ ունեիր։ Այո, տղաս էր 18 տարեկան եւ աղջիկս, հետուշիկը 13 տարեկան։ Մեծ տարիք է տեղափոխվելու։ Եկանք ու ես ոնց որ սենց պրոստը գալիս ես Եվրոպա, Բելգիա, ու դու չգիտես քեզ ինչ է սպասվում։ Իսկ ինչի Բելգիա։ Ճիշտ ասած, երեխաներից պապան տես որոշեց, որ պիտի գանք ստեղ։ Այդտենց եկանք լագեր, ապրեցինք 6 ամիս, որ մտանք լագեր, ասի վայ Աստված, այսօր ենք եկել, ես երեխեքը ուր ենք բերել, բայց հավաքեցինք մեզ, հանուն երեխեքի։ Երեխեքը սկսեցին գնալ դպրոց, ֆրանսերեն, լեզվով, հա, շատ դժվարություններ այնտեղ ունեցանք, շատ, բայց ճամբարում, հա, ճամբարում շատ, դե գիտեք, ինչքան է դիսկոմֆորտ, ոչ մի պայմաններ չկա, այնտեղ գտա ես աշխատանք, աշխատեցի, ամեն ինչ անում ենք երեխեքի համար։ 6 ամիս հետո մեզ կանչեցին ինտերվյուն ու մեզ հետաքրքրվեցին կոմիսարիատում։ Եվ այդ ժամանակ մենք եկանք, որտեղ մարտի 1-ի ջարդի պատրվակով եկանք։ Այդ ժամանակ երեխեքի պապան աշխատում էր Նոր Մարաշի բաժնի պետը։ Այդ չիզվիչայնա սիտուացիա։ Ու ինքը մասնակից էր այդ խնդիրներին, մարտի 1-ի ջարդը որ եղավ։ Ու մեզ կանչեցին 3 անգամ ինտերվյուի, Մարիշ։ Բայց կարճ ժամկետում, կարճ ժամկետում, հա, ու 6 ամիս հետո, համարյա մի տարի չտևեց, մենք ստացանք ստատուս սուբսիդիա պրոտեժե, այսինքն дополнительная политическая защита։ Ստացանք դոկումենտներ, մենք ինքներս ենք գրել ինտերվյուն, ոչ մի advocat մեզ չի օգնել։ Մենք ուղղակի նստեցինք իրար հետ, գրեցինք այն, ինչ որ կա։ Ու ստացանք ստատուս։ Մի տարի նոր կյանք սկսվեց։ Այո։ Տեղափոխվեցինք Բրյուսել ու սկսվեց մեր կյանքը արդեն, աշխատանք և այլն, երեխաները դպրոց և շնորհակալ եմ Աստծուց նորից 40 տարեկանում ունեցա երրորդ բալիկս ստեղ։ 40 տարեկանում։ Այո։ Ծնվեց Մարիա Իզաբելաս, որ ունի իր նշանակությունը Մարիա Իզաբելա։ Մարիա դրեցի, որտև Աստծո տված եղա էր, ես Աստծուց խնդրել աղջիկ, որ դնեմ մամայիս անունը, Իզաբելա։ Ու Աստված ինձ տվեց։ Հետաքրքիր է։ Փոքր հուզվեցի այս պահին։
Որ ասում եմ մարդ իր աստծո շատ է ուզում, իրոք տալիս է։ Դե 40 տարեկանում դա հերոսություն է, ինձ թվում է, հատկապես որտեղ երկու հատ բալիկ ունի։ Հա, ունի, բայց ու ինքը հարավ մեր ընտանիքի պրինցեսան, ուղղակի կռիվ էինք անում, թե ով ձեր ուլիկը։ Հա, ինքը դարա ձեր ուլիկը։ Մեր ուլիկը դարա։ Իսկ ասենք որ արդեն վերադարձար Բրյուսել, արդեն ուրիշ կարգավիճակով, ասենք թե ո՞նց էր քո տպավորությունը, ասենք ո՞նց անցավ, հետո այնու ասենք վերադարձնայես, ասենք թե ո՞նց կորակավորես քո կյանքը։ Հա, ասեմ, Բրյուսել վերադարձանք ու էլի դժվարություններ, դե որտեվ արդեն նորից նենց է ստացվում, որ արդեն դու ինքդ արդեն տնօրինելու ես ամբողջ այդ կյանքը քո։ Այդ վաղտ արդեն սկսեցի ես տունը թխել խմորեղեն։ Այո, ես շատ լավ պատրաստում եմ խմորեղեն, Կիևսկի տորտ, Ռաֆայելոներ, ես հատուկ քո համար խոսք եմ տալի, ես կպատրաստեմ։ Իսկական Կիևսկի տորտ։ Այն որ մեջը բեզե է դա։ Բեզե, պոպկներ, դուք ինձ կորցրեցիք փաստորեն։ Ռաֆայելոներ, ծիչի ամեն ինչ ու ամենաշատը բոլոր հայերը ինձանից առնում էին սլայոնի գնդերի սարքում, որ խաչապուրի, նավալյոն, այս մեր հայ աղջիկը տաղանդ են, այո, դες տնից չկա, ես տնից խմորեղենը որ աշխատել։ Հա։ Հետո տնից ունք էի հանում, պեդիկյուր եմ արել, մատերի չիսկա եմ արել, ամեն ինչ արել եմ։ Ու դրա հետ միասին դե սեպայս էինք ստանում։ Հա։ Դա բավական չէր բոլորս։ Սեպայս ինչ ասեք։ Որ սեփով աշխատել եմ։ Հետո իրանք չգիտեն։ Պես հետ դե ընթացքում արդեն Իզաբելաս ծնվեց, տենց շատ ուրախ է որ Բրյուսել տեղափոխվեցինք, որտեղ մենք ընդհանուր սիրում ենք աշխուժ կյանք։ Հա։ Այդպես։ Ես էլ Բրյուսել շատ եմ սիրում։ Հա, շատ եմ սիրում։ Իսկ օրինակ որ ասենք մտածես, ի՞նչն է եղել դժվար Բրյուսելի քո կյանքում։ Բրյուսելի կյանքում պատկերացրա, չգիտեմ ինչից է, բայց դժվարություն չեմ ունեցել։ Բրյուսելի կյանքում, թե ասենք շրջապատում մարդկանց հետ շփվելուց, ոչ մեկի հետ ես կոնֆլիկտի մեջ չեմ մտել, ես ընդհանուր առմամբ մի հատ կարգախոս ունեմ, որ կամ կարող եմ կօգնեմ, եթե չեմ կարա կողքի կանգնեմ։ Հա։ Դրա համար ասենք ես ինքս կոնֆլիկտային չեմ սիրում։ Ես միշտ հիանում եմ դու գալիս ես երեկոներին այդ քո սիրուն sense նարյադներով, թիթիզ ու վստահ եմ որ այդ մենակ քեզ է տենց ասում էլի, ասենք թե ուրիշ մեկը հագնի, ես հագնեմ, չի լինի, չի ստացվի, չի կպնի։ Միշտ ասենք ես գիտեմ որ Ինեսան եթե պետքա գա, միշտ շատ sense օրիգինալ, sense իզաշնե հագնված։ Շնորհակալ եմ, այդտենց մեկ էլ մեր դասախոս ունենք, մի հատ Թոփիզյանայդա, մեր բանակավարժություններ տալիս։ Ես Թոփիզյան ջան սիրում եմ շատ։ Այս վերջերս է տեսա միշտ որ մտնում էր դաս տալու, ես մանկավարժությունը մոռանում էի, նայում էի Թոփիզյանայդային, դե ոնց էր հագնված ինքն ժամանակ, դե մենք ջայր երեխեք էինք, սենց շատ ամեն ինչ իրար հետ համակցված, կազմավորված, սենց ես հիանում էի, մինչև հիմա ինքը գիտի, որ տեսնում եմ, միշտ մաման ծիծաղում ասում, հա, եկավ սիրեց դասախոսը։ Դրա համար ես շատ միշտ թուլություն ունեմ կանանց, որոնք շատ գեղեցիկ, օրիգինալ հագնվում են, ասեմ սենց, հա։ Իսկ օրինակ Բելգիայում ի՞նչն է դուրդ գալիս։ Բելգիայում շատ դուրս գալիս է կարգու կանոնությունը, որ ասենք ստեղ դու կարողանում ես կառավարես, այսինքն նույնիսկ եթե դիմացինը սխալ է ու դա կապ չունի այդ մարդու ստատուսից, պաշտոնից, դու կարաս դիմես միջոցների, վերցնես advocat, թեկուզ լինի դա տանտերը քո փոփետեղը, եթե ես ունեցել եմ խնդիր իր հետ ու ես հասել եմ իմ ճիշտը, այո, որ դա է ճիշտը, հաղթահարել եմ ու դա կապ չունի, որ ես ուղակի ստեղ աշխատում եմ։ Օրենսդրական երկիր, հա, այդ է ինձ շատ դուր գալի։ Խնամի ծանոթ բարեկամը այդքան լավ չի անցնում, փաստորեն։ Հա, ուղակի օրենքով դու կարող ես դիմել ու ստանաս քո պատասխանը։ Դա է ինձ շատ դուր գալի, հետո դուր գալի, որ ասենք աշխատանքը կարող ես աշխատել ու ոտքի կանգնել։ Դե հա, փաստորեն դուք ձեր աշխատանքով եք ոտքի կանգնել, երեխաներին մեծացրել, ասենք չկա ասած երկնքից չի իմանանա, չի թափում ոնց որ ասում, չնայած շատ մարդկանց թվում է թե ուրիշների մոտ այդ ամենը ավելի հեշտ է, բայց դե հա, ինձ թվում է գիշեր ցերեկ են ասես խմորեղեն, էսթետիկա եւ այլն։ Ամեն ինչ հիմա էլ ունեմ եղելա որ արել եմ։ Հիմա ինչով ես զբաղվում։ Հիմա ես արդեն 10 տարի է աշխատում եմ կոնտրակտով, ոնց որ սիրում եմ տես ասել, ֆեյա չիստատի։
Ֆեդյուլոժի, ֆրանսերեն ասում են, չէ՞, հա։ Մարդկանց ունեմ շատ արտակարգ կլիենտներ, որ իրոք նենց ինձ մեսաժներ են գրում, որ նենց բաներ եմ անում իրանց տան մեջ, որ ոնց որ իմ տունն է։ Դնեմ, փոխեմ, ձևափոխեմ, ոնց ինձ հարմար է, ոնց ճիշտ է, ոնց ես դե սիրուն եմ գտնում, ու իրանք իմ հետ տենց աշխատում են արդեն 10 տարի է։ Դե ինձ թվում է շատ դժվար է գտնել մեկին, որը սենց սրտացավ այդ հարցին դնում, ոչ թե սենց իջայլով։ Չէ, ես անում եմ նենց, ոնց որ ես ինքս գող կլինեմ իմ աշխատանքից։ Դե շատ կարևոր է դա, դրա համար էլ ասենք արդեն երկարատև հարաբերություններ ես ունենում։ Նույնիսկ խորհուրդ եմ տալի, էս արեք, էս մի արեք, որ ասենք իրենց բյուջետին ես օգուտ եմ տալի, պրինցիպի։ Այդ շատ մարքեթինգ է այդ պրոդուկտները, որ առնում են։ Դու կոնսեյեր լինեիր, կոնսեյեր, խորհրդատու։ Ասում եմ մի արեք, այսքան պետք չի։ Այդ ուղղակի մարքեթինգ է, էս դրամա։ Հարեք իմ համար էս ինչ որ ձեզ ասեմ, լրիվ բավական։ Հա, նյութերի մասն է։ Այո, նյութերի մասն եմ ասում, որ вообще պետք չի դքամ արել։ Ինչ հետաքրքիր է։ Իսկ ասեք, ինչ պլաններ ունես, ինչ, ասենք որ ես մտածես, ինչ կուզենայիր դեռ շարունակեիր անել կամ։ Ես ամենաառաջի հերթին միշտ խնդրում եմ իմ Աստծուն ու ես միշտ շնորհակալ եմ իրանից, ես միշտ ասում եմ Աստված իմ կողքն է, իմ դժվարությունների ժամանակ ամենաառաջինը, որ իմ երեխեքի կողքին լինի, իմ երեխեքի պահապանն լինի, որտեվ ես ապրում եմ ու մենակ իրանց լավ լինելը լավը կլինի։ Հա։ Երեք երեխաներ։ Մենք մի քիչ արագ անցանք այդ մանկության պահը, բայց դու ասեցի, որ փաստորեն քո պապան վիրաբույժ է եղել, չէ, Հայաստանում։ Այն անգամ ասեցի, որ քերի թե հորեղբայրդ փաստորեն ձեր ընտանիքը բավականին Հայաստանում ճանաչված ընտանիք է, չէ՞ եղել։ Հիմա մի бан ուզում եմ անդրադառնամ ջութակի։ Պապայիս քերին հայտնի կոմպոզիտոր Վլադիմիր Բալյան։ Ինքը ասում էր Ինочка, ты станешь настоящей скрипачкой։ Ինքը սիրում է ռուսերեն, որ ինքը ասել էր ասում։ Իսկ ինչ վերաբերում է պապայիս, հա, պապաս Մասիվի հիվանդանոցում շատ հայտնի վիրաբույժ էր, Երաբյան Գերալդ Ռաֆայելովիչ, ու ես ուզում էի դառնալ բժշկուհի, вообще-то խիրուրգ էի ուզում դառնալ, բայց պապան ինձ չթողեց։ Ինչ հետաքրքիր է։ Ասեց Ինա, դու ես տեսնում եմ, դու ինչ ձևի ես վերաբերվում մարդկանց, ու պապան գալիս էր օպերացիաներից, իրավենաները, ոտերը շփում էինք, ջուրը դնում էինք, լացում էի, ու ասում էր չէին, ասեց ես չեմ թողի, որ դու դառնաս բժիշկ, ու ես տենց այդ ճանապարհը դարա ջութակար, սիրալվեցի ջութակի վրա։ Բայց երբեք ասենք չես մտածել, որ վերականգնես այդ ջութակը, քո հիմա այսօրվա դրությամբ չկա էլ տարիքային սահմանափակում, մարդիկ ես իմ 40-50 տարեկանում փոխում են իրենց մասնակցությունները, ինչ որ մի նոր բան են սկսում, ասենք ինչի չես փորձել երբեք վերականգնես, անգամ գուցե քո հաճույքի համար։ Համաձայն եմ քո հետ, ես որ նոր եկա, մի փոքր ժամանակ դասավանդեցի։ Հա, ջութակ։ Դասավանդեցի, բայց հետո ունեցա 2 բարդ վիրահատություն, ոտքիս պրոթեզը, ու ոնց որ ստոպ եղավ շատ երկար, բավականին ժամանակ, ու հիմա նորից այդ վերականգնելը, ճիշտ ասած, ես մտածել եմ, որ գնամ Հայաստան, գտնեմ իմ ուսուցիչներին, թեկուզ հենց Ռոմանոսում, մտածում եմ այդ մասին, բայց դա շատ դժվար ճանապարհ կլինի, որ նորից վերականգնել, որտեվ բավականի տարի է անցել արդեն։ Այստեղ կարաս վերականգնես, ինչի հենց Հայաստանում։ Այստեղ կաս ընդունվես ակադեմիա սովորել, այստեղի ակադեմիաներում չկա տարիքային սահմանափակում։ Ես մարդ գիտեմ 80 տարեկանում ընդունվել էր սովորում էր իր հաճույքի համար։ Այսինքն արդեն ոնց որ ոչ մեկին ոչինչ ապացուցելու կարիք չկար։ Ինքը իր հաճույքի համար էր անում ինչ որ անում էր, էլի, ասենք։ Բայց ես ասեմ, որ ջութակ նվագելը դա շատ դժվար է, ու եթե շատ չսիրես, լավ չսիրես, չես կարող դու տիրապետես այդ գործիքին, որտեղ իր վրա ընդամենը 4-ը լարա։ Ու պոզիցիաները փոխվում է, Պագանինիի նման, տակից դուրս ես գալիս, հա։ Ուղղակի այդ մի քիչ ասեմ, ներվերի հետ է կապված, դի ներվերը լավ ուժեղ լինի, որից միաժամանակ պարապեցի, ոնց որ տնեցիքին տնից դուրս հանի, պարապելու ժամանակ սաղին հանի։ Ես իմ ավելի շատ ճիշտ ասած ընտրում եմ հանգստություն։ Հա, դե պարզ է։ Մարդկանց այդ ուրեմն նա ես քեզ մի քանի հատ հարց եմ պատրաստել։ Միարկի դեռ երիտասարդ ես, դրա մասին չպետք է մտածենք, բայց եթե մի օր չլինես այլևս,
Ոնց կուզես որ քո մասին հիշեն։ Ես կուզենամ իմ մասին հիշեն ուղղակի բարի մաքուր մարդ։ Դե լավ, այդ շատ է։ Պրիմիտիվ է։ Պրիմիտիվ օրիգինալ։ Մեկ ես կհիշեմ այն քո սիրուն այն շորը, այն կոլիեով։ Նույնիսկ տենց եմ հիշելու, հա, այն կոլիեի աղջիկը, այդ բարի մաքուր։ Դե ասենք որտեղ ոչ մի անգամ չեմ ես մտածում որ իմ գործը չի ոչ մեկի կյանքը ու խոսելը։ Բան չունեմ ասելու, բայց ուրիշ որակներ կան, խոսքի ջութակահար աղջիկ ես։ Եթե ինչ-որ մի բան պետքա անվճար անեիր, կամ բարեգործության բաներ, ինչ կանեիր ամբողջ կյանքում, անվճար, կամ բարեգործություն։ Իդեպ մի փոքր շեղվեմ բարեգործությունից, այս պահին ես աշխատում եմ բարեգործական համայնքում Հայ օգնության միությունում։ Այո, արդեն 3 տարի է։ Որը ես աշխատում եմ իֆրտանց, այո, դա բարեգործական է, մենք միջոցառումներ ենք կազմակերպում, ունենք որդեգրած բալիկներ, Ղարաբաղին ենք օգնել, այդ իմ համար մեծ բավականություն եմ ես ստանում այդ միջոցառումներից։ Բարեգործությունից խոսալուց ես քեզ մի քիչ ավելի լավ ճանաչեցի, եկավ արցախցի մամաների ժամանակ, այդ ժամանակ որ այդ սաղ աղջիկը անկախ ինձանից սաղը հակվեցին, ասին ինչ ենք անում, ասի դուրը մի բան պետք է անենք, ու հիշում եմ քեզ մի անգամ զանգեցի, ասի ին պետքա գնալ իրանց այդ խանութ, ասի ես 20 րոպեից ընդեղ եմ, ու սենց առանց դաժե չկար այդ ասելու կարիքը չի լինում, որ արդեն սենց այդ ամեն ինչը ավտոմատ արվում էր կողմից, դու ինքդ, ասենք, բոլոր աղջիկեք իհարկե, դա իմ համար, ասենք, ես 20 տարվա մեջ Բելգիայում դա մի առանձնահատուկ ջերմ, չնայած աղջիկներին, որ տեսա Հայաստանում, իրանք էլ էին այդ ասում, ասում են ճիշտ է շատ դժվար պերիոդ էր, բայց շատ ջերմ պերիոդ էր իրանց համար էլ, ու ես էլ ասենք, որ իրանց ասում եմ, իմ համար, ասենք, այդ Բելգիայի 20 տարվա մեջ առաջին անգամներ, որ բոլորը սենց իրար հետ դեսպանատուն բան, սենց ամեն մեկը, հա, որ ասում են դեսպանատուն իրաններ անում, մեքենաներ ուղարկում, որ այդ աղջիկին տանեին, այս հիվանդանոց են հիվանդանոց, մեր աղջիկը վազում էին, գանենք իրանցով էին վազում ինչ-որ ով ինչ կարող, հա, ու կարիք էլ չկար ասելու, թե ինձ այս բանն է պետք կամ իրանց այս սենց ամեն մեկը ես կարամ ես, ես կարամ են, իմ համար շատ հետաքրքիր պերիոդ էր, ես գտնում եմ այդ ժամանակ շատ սենց մի ուրիշ տեսակի ճանաչեցի մարդկանց, մարդիկ եկան, որ մինչ այսօր ես չեմ տեսել այդ խմբում, բայց իրանք վազվզել են։ Դուք մենք շփվում էինք սաղ խմբում, բայց աղջիկներ կար, որ չեմ տեսել, իրանք հեռու էին ապրում, իրանք մենակ հասցնում էին գնային տենց բաներով, այնց որ այդ ժամանակ ես շատ մեծ իհարկե, շատ սիրով բաներ, հա, հենց այդ փաստ, որ գիտես, որ սիրով են անում ու սենց չկա այդ խնդրելու, ասելու կարիքը չէր լինում, էլի սենց բոլորը։ Մարիշ, գիտես, իմ համար կոնկրետ է, եթե մարդ մի բան ինձ դիմում է, ասում է ին, այս մի բանը պետք է արվի կամ ոնց անենք, Մարիշ, ես այնքան ինձ պատասխանատու եմ զգում եմ այդ պահին, որտեղ ես մտածում եմ, եթե այդ մարդը զանգել է ինձ, նշանակում է ես կարամ, գտել որ ես կարամ այդ պահին իրան օգնեմ։ Հա։ Մի մոտ ու շատ ուժեղ отдача սկսվում դրանից, այսինքն ответственность։ Հա, դա շատ կարևոր բան է։ Ինչով կարամ, ըստեղ զանգես, ինչ որ մեկին դիմես, եկուս ինչ որ մեկին զանգեմ, խնդրեմ, որ դիմացինին խնդրեմ, այդ այնց, օգնեմ դիմացինին։ Շատ կարևոր է, հատկապես երբ որ գիտես թե ինչ նպատակով է դա արվում է, ասենք թե դա էլ է նաև կարևոր, որ ասենք չգիտեմ, ես շատ ջերմ հիշողություններ եմ պահում այդ պահի ժամանակ ու մենք այդ ժամանակվանից մտենք ավելի շատ։ Մինչև այդ ճանաչում ենք, բայց այդ ժամանակ ավելի շփվեցինք ու որտեվ այդ պահին սենց այնքան ամեն ինչ ինֆորմացիան ու բոլորը պաչիկներ իհարկե արդից օգտվել բոլոր աղջիկներին, որ բնակավարում կա, դեսպանատունը, բոլորը իհարկե մեր Սանվելին ու տղաներին ու Դիանային աղջացան, վերադարձան, Էլենին, բոլորին պաչիկներ, այո, բոլորին բարևներ, բոլորն էլ իրանք էլ բոլորին պաչիկներ էին անում ուղարկում էին ջերմ հիշողություններով։ Իդեպ մի բան էլ ասեմ, Մարիշ, պլանշետ մի հատ էլ ունեմ, եթե պետք է։ Էդ էլ մի պատմությունը պլանշետի մի բան որ գրում ես, գիտես, ես եմ սիրում մարդկանց հետ ասենք վժեղի նման հարաբերության մեջ, չէ, դե նաև ինձ թվում է նաև այն փաստն է, որ արդեն մարդ գիտեն, ես
ստից տեղը չեմ գրում, այսինքն ես չեմ գրում, որ տանեմ մեր տուն կամ տանեմ ես ինչ որ մեկի տուն, ու դրա համար ասենք մարդից այդ մի բանը գրում եմ, այդ պահին դա շատ կարևոր է, էսա մեր Էլային էլի կպաճկներ, Էլանորան գնաց հասցրեց այդ բալիկին, կարևորը օտիստ բալիկ կար, շատ կարևոր էր այդ պահին, իրան դա կարող էր օգնել, ու մաման մի անգամ էլ ես դրանից հետո էլ մնացած ասի, չէ, արդեն ճալեմ, ձերը պահեք, էլի պետք է գա ոնց լինի, հա։ Էլ բանը ուրեմն մի րոպե, հարցերս կորցրեցի, հա։ Ոնց ես վերաբերում դժվարություններին։ Ուրեմն որ դժվարությունը գալիս է իմ կյանք, ես մի պահ ուրեմն պանիկա եմ անում իմ մեջ։ Պանիկայի մեջ եմ ընկնում, բայց հետո մի հատ ասում եմ ինձ քեզ հավաքի։ Որովհետև այդ դժվարությունը նրա համար է, որ դու հաղթարես ու ավելի ուժեղ դառնաս։ Ու իրոք այդպես է։ Ինչքան որ ես հաղթարել եմ դժվարություն, ես ավելի ուժեղ եմ դառել։ Ու ես ավելի մեծ հաջողությունների եմ հասել իմ դժվարությունները։ Մտածություն կա, չէ, ասում ես skin what doesn't kill us make us stronger։ Մտածում եմ ինչքան ուժեղ դեռ կարա դառնալ։ Ուղղակի մեկ-մեկ ասում եմ աստղան, ինչքան ինչի որտեղ, հա, ասում եմ մեկ-մեկ էլ թույլ ասում եմ Երիկա էլի արդեն ուժեղ է։ Հա, փորձել եմ, գիտեմ, կարա։ Երիկա։ Ճիշտ է։ Երբ ես վերջին անգամ նշել որևիցե ձեռքբերում կամ երբևիցե նշել ես քո ձեռքբերումները։ Իմ ձեռքբերումները այն ա եղել, որ ես մենակ հաղթարել եմ դժվարություններից, դա էլ է ձեռքբերում։ Հա, բայց նշել ես, սենց կանգնել ես, մի պահ ասել ես, ինա, ապրես։ Հա։ Մալադեց, որ դա արել ես, ասենք ես այսօր մի հատ դիսերտ է հասնում, քո ցարկածը չէ, ուրիշ ցարկած։ Ասենք դու քեզ ոնց է вознаграждение քեզ։ Ոչ թե ես ուժեղ եմ ասել, որ բոլորը լսեն, իմ մեջ։ Հա, նույնիսկ կարող է ես ամեն հիմնականում ամեն իրիկուն չէ, բայց ամիսը մեկ ես իմ մեջ անում եմ ամփոփում։ Ինչ եմ արել ես այս ամսվա մեջ։ Իսկ ինչ չես արել։ Ու ինչ չեմ արել։ Էդ էլ ես ասում։ Իհարկե։ Բարդ է։ Որ պիտի արվի։ Կամ ինչ եմ սխալ արել, որ այդ ամիս ես սխալ եմ արել իմ կյանքում, իմ խոսալու մեջ, իմ քայլերի մեջ, իմ վերաբերմունքը, նույնիսկ իմ երեխեքի նկատմամբ, կարող է ես սխալ եմ արել։ Իմ հասի նկատմամբ, ես այդ ամեն ինչը ամփոփում եմ, որ այդպես չլինի։ Ափսոս էլ տղա չունես, թե ես խոսքից հետո Իսմայելիկը աղջիկ կուզեինք ես արձգային։ Ես իմ հարսի հետ էլ ունեց հարաբերությունների մեջ եմ, մենք ընկերուներ ենք։ Ինչ ավես է։ Հա, ասել, խոսալ, բանտի պատմություն չկա, որ գայս ես տեսնում ես տունը բանտի։ Ինքը ինձ ասում է, իմացի, որ օրը գաս որ ջել չի կարա հիմա երեք։ Տվյալ կյանքում ինչի համար ես երախտապարտ։ Երախտապարտ եմ, որ ունեցել եմ երեք երեխա, այսօրվա օրով ես իրանցով հպարտանում եմ Մարիշ։ Իմ տղեն Հայաստանում է հիմա, Իրանով եմ հպարտանում, իր ընտանիքով ունեմ երկու թոռնիկ տղա, Աստված իրանց պահապան։ Հպարտանում եմ իմ աղջկանով, Հայկուշիկս 30 տարեկանը, հպարտանում եմ, որ ինքը իր կյանքում շատ դժվարություններով է անցել, 18 տարեկանից ինքը աշխատել է, որ թեփտիկունք լինի։ Հպարտանում եմ, որ ունեմ Իզաբելայից 15 տարեկան կլինի շուտով, դաստիարակված, չափված, ձևված։ Իդեպ մի բան ասեմ, Հայկուշիկս 15 տարեկան էր, 18 տարեկան էր, ինքնույնների հետ գնար Իսպանիա։ Մենակ, առանց մեզ։ Ու ես այնքան էի իրան վստահում, ինքը նես դաստիարակություն ուներ, որ ինքը մենակ գնաց։ Ու բոլորը ասում են, ինա ո՞նց ես թողում տես մենակ գնա, ասում եմ ես աչքերս փակ եմ վստահում Հայկուշիկից։ Մտքին տեղ լինի։ Մտքին տեղ լինի, ստեղ կողքել կանի, ինչ կապ ունի դա, բայց չի գնալ Իսպանիա, որ ասենք ինչ որ մի։ Որ այսենց երեխաներ ունեմ, դա իմ աշխարհն է։
Կարևոր է դեմ հատկապես օտար երկրում մեծացած, արդեն մեծ էին, չէ 18-13, հա, եկել են 18-13։ Դա բավականին դժվար տարիք է, ասենք երկիր փոխելու, ընկերներ փոխելու, լեզու փոխելու մեջ, օրինակ։ Եվ հիմա ավելի դժվար, որ Իզաբելան տեղա մեծացե, ու ես իրա մեջ դաստիարակում եմ հայկական շունչը, հայկական դաստիարակությունը, որ ինքը առավոտվանից մինչև ժամը 4-ը դպրոցում է, շփվում է այդ մենտալիտետը իր մոտ, բայց մեր մոտ ես քեզ մի բան էլ ասեմ, Մարիշ ջան, ամիսը մեկ համարյա թե ես Հայկուշկի Իզաբելան ունենք ժողով։ Հա, մենք երեքով նստում ենք եւ քննարկում ենք, ոնց ով սխալ է, ով ճիշտ է ու որը ճիշտ անելը։ Այո, մենք ունենք ժողով։ Հետաքրքիր լավ բան է։ Շատ լավ միտք է։ Մենք ապոփում ենք, ով ոնց իրան պահեց, ոնց է ճիշտը, թեկուզ բարեկամների նկատմամբ, թեկուզ այդտեղ մենք ժողով ունենք երեքով։ Այդ լավ միտք է, կարելի է, ինձ թվում է օգտագործել ապագայում։ Տվյալ պահին ինչի վրա է բևեռված քո ուշադրությունը։ Նորից առաջի հերթին իմ ուշադրությունը հիմա կենտրոնացած է իմ առողջության վրա։ Ես էգոիստ չեմ, բայց ես դատում եմ չէ, ասեմ ինչի եմ կենտրոնացած իմ վրա, քանի որ ես ունեմ խնդիրներ առողջական, որ 2 անգամ վիրահատվել եմ, ոտքիս հետ հիմա ունեմ խնդիր։ Այսինքն ես մտածում եմ, որ եթե ես առողջ չլինեմ, ես պետք է իմ երեխեքի կողք կլինեմ, չէ՞։ Դա էգոիստություն չի։ Ես հիմա կենտրոնացած եմ իմ առողջության վրա, որ առողջ լինեմ։ Ճիշտ ես ասում։ Տարիքի դա շատ կարևոր է լինում, հատկապես որ երեխաներ ունես, արդեն ուզես թե չուզես, արդեն չես ուզում երեխաների վրա, բայց դե ասենք այնքան որ չասեր չկիմանա, դու այնքան միշտ գեղեցիկ, սենց սրուպտեր ես, երբեք ոչ մեկ չի ասում դու վիրահատվել ես, ինչու դժվարություններ ա եղել, ասում են դե ինայի մոտ ամեն ինչ լավ է։ Պերֆեկտ։ Հա, ինայի մոտ ամեն ինչ լավ է, տենց էլ շարունակվի։ Ինչ որ բան կա, որ զղջում ես, որ փոշմանում ես քո կյանքում։ Փոշմանում եմ, որ չուտակը չշարունակեցի։ Դե ուշ չի։ Հետ ուշ չի։ Զանգի կոնսերվատորիա, ջութակդ բեր, դες մեր նարեն, նայ մեր նարեն վառօրինակ, կանոնը բերեց, քանի տարի հետո բերեց, 30 տարի հետո կարծեմ բերեց, ու տես հիմա ոնց է ինքը վայելում այդ կանոնը, մենք էլ վայելում իրա նվագելը, դենց որ դա, իսկ թվում է դա մի քիչ այդ սահման փակումները, դա մեր ասենք մի քիչ սովետական դաստիարակության ասենք բաներն է, էլի, այսօրվա դրությամբ չկա այդ սահմանափակում, ոչ տարիքային, ոչ հետաքրքրությունների, ինչի՞ չէ։ Այն ֆլամանացու նման ասում չեն ունես, համ ունենաս, մինիմում քո համար նվագես, մաքսիմում մեկ է տեսար Նարեի տամեկ տվեցիք, մենք էլ եկանք։ Չենք իմանա։ Եթե ինչ-որ մի բան կարողանայիր հենց կախարդական փայտիկ ունենայիր, ու սենց ուզենայիր մի բանը փոխեիր, ինչ կփոխեիր, կամ կփոխեիր։ Ճիշտն ասած չի փոխի ոչ մի բան։ Չէ, ոչ մի չի փոխի, որտեվ ամեն ինչ շատ լավ է, աշխատանք ունեմ, երեխաներս փակաստու ամեն ինչ լավ է։ Միայն կախարդական փայտիկով կցանկանա իմ երեխաներին առողջություն եւ պայծառ ապագա։ Հաստատ։ Այդա ես կմաղթեի։ Այդ կախարդական, այո, որ ամբողջ կյանք իրանք առողջ լինեն, երջանիկ լինեն, ամեն երեխա գտներ իր տեղը կյանքում եւ լավ լինեն։ Այդա կխնդրեի։ Լավ միտքեր, բոլոր բալիկներին, այո, առողջություն։ Իսկ մայր որ բալիկները երջանիկ են, ուրախ են, առողջ են, մենք էլ հանգիստ ենք։ Այդ դեպքում արդեն մարդ հանգիստ կարա գնա հանգստի։ Ճիշտ է։ Այո, այդա կխնդրեի։ Կա ինչ-որ մի բան, որը կուզենայիր ավելացնել, որի մասին չենք խոսել, մոռացել ենք, թռել ենք։ Չէ, շնորհակալ եմ այսօրվա երեկոյի համար, Մարիշ ջան, շատ շնորհակալ եմ, որ իրոք այսօր ես վերհիշեցի շատ հուշեր, որը իմ մեջ արդեն քներ, դե ամեն րոպե չես կարա հիշես մարդկանց, հա, հիշեցի պապայիս, մամայիս, շատ լավ երեկո էր, շնորհակալ եմ Մարիշ ջան, Աստված օրհնի քեզ, քեզ էլ ամենալավն եմ ցանկանում, Մերսի ինջան, մերսի, ես էլ շատ շնորհակալ եմ, որ ընդունեցիր իմ առաջարկը, ինձ հյուրընկալեցիր, ինձ Բելգիահային, որտև իմ համար Բելգիահայը շատ կարևոր գործոն է, մեր Բելգիայում, Բելգիահայ ռադիոն, որտև դա մեր բոլորի ռադիոն է,
Ցավոք սրտի մեր ինտերվյուն ավարտում ենք, որտեվ սահմանափակված ենք ժամանակի մեջ, բայց ես վստահ եմ, որ դեռ շատ պատմություններ ունես պատմելու, հեսա պիտի զանգից ասես, «Էս մոռացա», այդտենց լինում է, որտեղ որ մտնում ես այդ պատմելու մեջ, մի քիչ մոռանում ես, չէ, բայց մարդուն էս չասեցի։ Էս կասեմ, մենք ասեմ, վստահ եմ, որ դեռ ուրիշ առիթներ կունենանք զրուցելու։ Իսկ մենք ընկերներին կցանկանամ, որ եթե ձեր դուրը գալիս է, կիսվեք, քննարկեք, կոմենտներ արեք եւ քաշեք Բելգիայի հավելվածը եւ լսեք մեր բոլոր հաղորդումները։ Շատ սիրում ենք, շատ լսում ենք։ Իդոք տեսել ես, ես տոպոյ պակլոնիկ եմ։ Այո, ես տեսա այդը դրել էի Facebook-ում։ Ես միշտ հետևում եմ շատ սիրով ու շատ ուրախ ենք, որ կա Բելգիայը Եվրոպայում։ Մենք էլ շատ ուրախ ենք, որ տոպոյ պակլոնիկներ ունենք, որ մեզ լսում են։ Ձեզ բոլորին բարի երեկո, մինչ նոր հանդիպում։ Բարի երեկո, շնորհակալություն։ Տեսնում ձեզ։ Տեսում։